Պարոն Քոչարյան, եթե դուք չստանաք ընդդիմության մեջ ամենաշատ ձայները, դուք պատրաստ եք ձեր ձայները տալ ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժին ընդդիմությունից։ Մենք հայտարարել ենք, որ առավելագույն ձայներ ստացած ընդդիմադիր ուժը իրավունք ունի առաջադրել վարչապետի թեկնածու։ Սա ակնհայտ է, սա ինձ համար նաև սահմանադրությունից բխող հանգամանք է, սահմանադրության ոչ ոգուց, այսպես տրամաբանությունից բխող է, այո, իհարկե։ Դուք ասում եք, որ ընդդիմությունը ինչ-որ պայմանավորվածություն ունի, հա, որ ամենաշատ քվեստացածին մյուսները միանան։ Ես պայմանավորություն բառ չեմ ասել։ Լավ։ Ինձ մի զրպարտեք, ես պայմանավորություն բառ չեմ օգտագործել։ Ես ասել եմ, որ դա բխում է սահմանադրությամբ, տրամաբանությունից, ընդհանրապես սահմանադրությունից։ Շնորհակալություն հստակեցման համար։ Հիմա տեսեք, մենք ունենք այսպիսի հայտարարություններ։ Նարեկ, ես միշտ ձեզ ստիպված եմ նում հստակեցում մտցնել, ու ինձ տպավորությունը, որ ձեր մոտ միշտ ցենց փորձ է լինում, այսպես ասենք, Քոչարյան, խնդրում եմ չչափազանցնել։ Ամեն դեպքում, տեսեք, պարոն Ծառուկյանն ասում է չեմ միանալու Ռոբերտ Քոչարյանին, Արման Թաթոյանն ասում է նախկինների վերադարձ չի լինելու։ Սամվել Կարապետյանն ասում են մենք ենք հաղթելու։ Հիմա պարոն Քոչարյան, եթե դուք լինեք ընդդիմադիր առաջատարը, բայց ոչ այնքան ուժ ունենաք, որ մեծամասնություն ունենաք, այս հայտնած դիրքորոշումների ֆոնին ըստ ձեզ ինչ իրավիճակ կստեղծվի։ Եթե դուք ուշադիր եք եղել ամբողջ քարոզարշավի ժամանակ, ես այդ հարցի բարձրաբանումը տվել եմ։ Կրկնեմ, թե փորձում եք հիշել։ Կրկնեք։ Նայեք, իշխանությունը ինչ էր անում այս ամբողջ ընթացքում։ Իշխանության թեզը հետևյալն էր. եռագլուխ այս նույն մարդիկ են, բոլորը մասնակցում են ընտրություններին Քոչարյանի համար։ Սենց փորձում էլ հին ու նորի սև ու սպիտակի այսպես գաղափարը հետ բերել դաշտ։ Հնամաշ այլևս չաշխատող գաղափարը։ Եվ տվյալ դեպքում, երբ իշխանությունը փորձում է դա անել, իհարկե ընդդիմադիր տարբեր ուժեր, ընդգծելով, որ իրենք ինքնուրույն են, իրենք որդեգրել են այսպիսի բացատրություն։ Ես իրենց հասկանում եմ, բայց սա ավելի շատ, այսպես ասենք, իշխանությանը քարոզչության հակադրվելու գուրտ